Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ։ Ինչպես նկատեցիք, ընդդիմության մեր գործընկերները վերադարձել են, այլ կերպ ասած, հասկացել են, որ դահլիճից գնալը, լքելը, հեռանալը չի կարելի որակել քաղաքական դիրքորոշում եւ ինչ-որ բան անելուց առաջ պետք է մտածել, թե հետքայլի ինչպիսին կլինի։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար հարգելի գործընկերներ ամեն ինչ գրում են, տալիս են, երբեմն մեթոդիկաներով, երբեմն ձեր վարչած այլ փորձագետներով, բայց նման ֆորս մաժորներում երևի թե exit policy-ներ չունեք։ Ասեք կհուշենք։ Ուրեմն խորհրդարանի ձևավորման առաջին իսկ օրվանից մեր գործընկերներն ասում էին, որ իրենց համար կարևոր է ժողովրդի համար կարևորագույն հարցերին րոպեական լուծում տալ։ Ժողովրդի բարեկեցության համար գտնել ճիշտ լուծումներ։ Հարգելի գործընկերներ, այդ ձեր ասացի բանալին կառավարության ծրագիրն է, որին ցավոք դուք ներկա չեղաք քննարկմանը։ Մենք չկարողացանք ձեր փայլուն մտքերը լսել, ակնդի լինել ձեր պաթետիկ ելույթներին, ինչու՞ չէ լսել նաև ձեր քննադատությունը, եթե դա օբյեկտիվ էր, այստեղ բանալի բառը եթեն է։ Ակնկալում ենք այո բովանդակային քննարկում, որովհետև այն բովանդակությունը, որն այսօր դրված է կառավարության ծրագրում, դա իրատեսականություն է, բխում է մեր նախընտրական ծրագրից, որը ծնվել է ժողովրդի կարիքից, իսկ ինչ եք առաջարկում դուք։ Ես հասկանում եմ, որ ժողովուրդը բարեկեցությունը ձեզ համար ոչինչ է, որտեղ մարդ ասվածը ձեզ համար տարիներ շարունակ եղել է ցավոք սրտի միջոց, մինչդեռ մեզ համար բարձրագույն արժեք է։ Եղել է միջոց վերարտադրվելու, եղել է միջոց ձեր հարստությունը դիզած պաշտպանելու, եղել է միջոց ապօրինի գույքը թաքցնելու, բայց այսօր եկել է հատուցման ժամը եւ կարծես թե մոտենում է ձեր տներին։ Այս մարդկանց համար տարիներ շարունակ բարեկեցությունը անհասկանալի երևույթ է եղել։ Նրանք կարողացել են խլել ժողովրդից արժանի կրթությունը։ Փայլուն նախարարներ ունեին ինձանից աջ գտնվող քաղաքական ուժի ներկայացուցիչները, չնայած կարծես հանրապետականների մոտ էլ պակաս չի եղել, այնպես չէ, պարոն Կարապետյան։ Սոցիալական բևեռացում էին ստեղծել, ծայրահեղ աղքատություն, եւ մենք 18 թվականին սոցիալական բավականին ծանր վիճակ ենք ժառանգել եւ փորձել ենք փոխել այդ ամենի փիլիսոփայությունը, որը ձեզ համար ցավոք սրտի հասու չէ։ Ինչու, որովհետեւ ձեզ համար ժողովուրդը միջոց էր եւ դրա ականատեսը ցավոք սրտի մենք եղել ենք։ Դուք կարողացել եք հաշմանդամություն ունեցող ազատամարտիկին տանել միտինգների եւ հետո ծաղրել։ Ինչ ենք անում մենք փոխարենը։ Հաշմանդամություն ունեցող անձին տալիս ենք անձնական օգնական, որպեսզի ինքը կարողանա ներառվել հասարակության մեջ։ Դուք 2 հոգով 3 հավ կամ քանակությունը կարող եմ խախտել, կարող եք տալ մարդուն հասկանալով, որ միգուցե ինքը կարիքի մեջ է։ Մենք այդ մարդուն տալիս ենք կարողություններ, որպեսզի ինքը կարողանա փոքր ֆերմաներ կառավարել։ Դուք կարողացել եք եւ կարողանում եք 2 քաբաբով կամ մի քանիսով ավելի մարդուն գայթակղել, մենք իրեն տալիս ենք հնարավորություն վերապրոֆիլավորվելու, ձեռք բերելու հնարավորություններ այդ քաբաբը պատրաստելու եւ ձեզ մատուցելու։ Մեր եւ ձեր տարբերությունը։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք ժողովրդի բարեկեցության եւ ապագայի մասին, դուք փորձում եք դիստանցավորվել, որովհետեւ գիտեք շատ հեշտ է մարդուց խնդրել հրաժարվել իր բոլոր ունեցած հնարավորությունից, ստիպել մարդուն զրկվել լավ կրթությունից։ Դրա համար չեք հասկանում, թե ինչու ենք մենք դպրոցներ կառուցում, պարոն Կարապետյան, չեք հասկանում։ Բնորոշում եք դե խելք չունեն, դրա տեղը թող գործարան կառուցեն, այդ գործարանում ձեզ համար բանվոր աշխատեն, որովհետև ձեզ համար եղել են միշտ կեղծ էլիտաներ եւ սովորական մարդիկ։ Ու այդ անջրպետը ձեզ համար եղել է ձեռնտու։ Մարդուց կարողացել եք խլել ամեն բան, բացի արժանապատվությունից։ Որովհետև արժանապատվությունն է, որ թույլ չի տալիս մարդու ճկվելու։ Արժանապատվությունն է, որ թույլ չի տալիս նժարին դնելու այլ երևույթներ, որոնք նյութական նշանակություն ունեն։ Եվ հասկանում եմ, որ ձեզ համար կարող է տարօրինակ թվան իմ խոսքերը,
բայց մենք տասնամյակներով տեսել ենք ձեր քաղաքական հայրերի ձեռագրերը։ Եվ այսօր, երբ որ կառավարությունը թեև հավակնոտ, բայց իրատեսական ծրագիր է ներկայացնում, մենք այդպես էլ որևէ բովանդակային քննադատություն չլսեցինք։ Քավլիցի, մենք հեռու ենք այն մտքից, որ ցանկացած բան, որ մենք ներկայացնում ենք, անթերի է, պատրաստ ենք կառուցողական քննադատության, բայց երբ որ այդ քննադատությունը դատարկ է կամ տեղ-տեղ ուղղորդվում է այլ քաղաքական հորիզոններից, դա մտահոգության տեղ է տալիս իրապես մեզ։ Մենք առաջարկում ենք քաղաքացուն արժանապատիվ կյանք եւ իհարկե բարեկեցություն, որովհետեւ աշխատանքը, կրթությունը դա միակ բանալին է, որը մարդուն կարող է բերել դեպի այդ բարեկեցություն։ Մենք հասկանում ենք, որ այն հնարավորությունները, որը այսօր ընձեռվել է խաղաղության դարաշրջանում, անշրջելի են դարձնում շատ ու շատ գործընթացներ։ Եվ թեև այո, առաջիկա 5 տարվա ընթացքում հնարավոր է ընդդիմությունը ինչ որ կերպ փորձի մեզ շեղել մեր բուն օրակարգից, մենք այնուամենայնիվ չենք տրվելու այդ սադրանքներին։ Մենք աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության, հանուն բարօրության եւ նույնը հորդորում ենք ձեզ։